Այս թխվածքաբլիթները թխելիս ես սխալվեցի միայն մեկ հարցում, որ չպատրաստեցի միանգամից կրկնակի չափաբաժնով, ստացվում է կիտրոնի նուրբ համով, բարձր, խոշոր ծակոտիներով շատ համեղ թխվածքաբլիթներ։ Միայն փափկությանն ու նրբությանը նայեք և այս ամենը ընդամենը մի քանի ճաշի գթալ շաքարավազով։ Բաղադրատոմսը բյուջետային է, բոլոր բաղադրիչները կգտնեք ձեր խոհանոցում։ Մեզ անհրաժեշտ է շաքարավազ, 1 ծու, 380 գրամ ալյուր, 70 մլ բուսայուղ, 200 գրամ սենյակային ջերմաստիճանի մածուն, 1 պտղուն ծաղ, սոդա և կիտրոնի քերուկ։ Խմորի համար վերցնում ենք ընդամենը 2 ճաշի գթալ շաքարավազ և 1 կիտրոնի կեղև, իրար հետ տրորում ենք, որպեսզի կիտրոնի բույրը ավելի լավ բացվի։ Այս բաղադրատոմսով ստացվում է 18 հատ միջին քաղցրություն ունեցող թխվածքաբլիթներ, եթե քաղցրի սիրահար եք, կարող եք շաքարավազ մի փոքր ավել օգտագործել։ Ավելացնում ենք 1 ծու, 200 գրամ սենյակային ջերմաստիճանի մածուն, 70 մլ անհոտ բուսայուղ, 1 պտղուն ծաղ և 1 թեյի գթալ սոդա։ Որպեսզի սոդան լավ ակտիվանա և մեր պատրաստած թխուկները լինեն բարձր, խոշոր ծակոտիներով, մածունը պետք է սառը չլինի, դա նկատի ունեցեք։ Թաց բաղադրիչները խառնում ենք այնքան, մինչև ստանանք միատարր զանգված։ Եթե երեխաներ ունեք, վստահեցնում եմ, որ այս թխվածքաբլիթները կվերջանան հաշված րոպեների ընթացքում, քանի որ ստացվում են շատ համեղ։ Պարտադիր մաղելով մաս-մաս ավելացնում ենք 380 գրամ ալյուր, 2 ճաշի գթալը մի կողմ ենք դնում խմորը հունցելու համար։ Քանի որ խմորի մեջ բավականին բուսայուղ կա, ստացվում է ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ, պարզ և մատչելի բաղադրատոմսեր։ 1-2 րոպե հունցում ենք, այնուհետև խմորը բացում ենք 1.5 սմ հաստությամբ։ Վերցնում ենք բաժակ և մեկը մյուսի հետևից կտրում ենք լուսին թխվածքաբլիթները, շատ հեշտ է։ Այս խմորի հետ այնքան հեշտ է աշխատել, որ անգամ գրտնակի անհրաժեշտություն չի առաջանում։ Մնացած խմորը հավաքում ենք, բացում ենք և տալիս ենք կիսալուսնի ձև։ Երբ սկսում եք ձևավորել, միացրեք ջեռոցը, որպեսզի տաքանա, քանի որ պատրաստվում և թխվում է հաշված րոպեների ընթացքում։ Ձևավորելուց հետո մի փոքր քաղցրություն և գեղեցիկ տեսք հաղորդելու համար խմորուկները թաթախում ենք շաքարավազի մեջ, ահա այսպես։ Պարտադիր օգտագործում ենք յուղաթուղթ, որպեսզի թխվածքաբլիթները իդեալական թխվեն։ Դնում ենք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցը, թխում ենք 15-ից 18 րոպե, մինչև լավ բարձրանան և գեղեցիկ կարմրեն։ Թանկագիններս, պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Արդյունքում ստանում ենք կիտրոնի նուրբ համով, ախորժելի տեսք ունեցող, կանչող, շատ համեղ թխվածքաբլիթներ։ Չենք մոռանում 1 գավաթ սուրճ կամ թեյ դնել և վայելել։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ նման լուսին թխվածքաբլիթների հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։